Ողջույն ընկերներ, առավոտ կանուխ արթնացել եմ ու եկել, որ ճանապարհվեմ դեպի Ստեփանավան, ուղղակի ուզում եմ հիմա այս աղմուկը լսեք երևանյան, որ շուտով կատարյալ լռություն եք լսելու ու հանգիստ վիճակ։ Դե ինչ եկեք գնանք մեկ օրից հետ դեպի Ստեփանավան։ Ես արդեն Ստեփանավանում եմ։ Ուզում եմ լսեք ծիտիկների ձայնը, չնայած դեռ մեքենաների ձայնել է լսվում, բայց հասա, մի քիչ դժվար հասա, որովհետև ես շատ քիչ վարորդների եմ վստահում երկար ճանապարհ գնալու համար, կամ պետք է ծանոթ վարորդներս լինեն, կամ ես վարեմ։ Ամեն դեպքում հավելվածով վերցրել էի պապուծի AM-ով եւ ինչ որ պատահական վարորդ էր, պատահական երգերով, պատահական այլ ուղևորներով, այդպես, բայց նորմալ հասա։ Հիմա գնամ հանգստանամ, եկել եմ ոչ հարազատ քույրիկիս տուն, մեկ օր կանցկացնեմ այստեղ եւ ձեզ ցույց կտամ նաեւ Ստեփանավանից ինչ որ հետաքրքիր դրվագներ, բացի այս խարխլված տունը, բայց շատ գեղեցիկ տուն է դիմացի հատվածից։ Դե ինչ, գնամ մի հատ սրճեմ եւ տեսնենք այսօր ուր ենք գնում, մի քիչ երևի արշավային վիճակ ստեղծենք ու ձեզ էլ տանեմ ինձ հետ։ Ես այն ծիտիկին հատուկ եմ պատվիրել, որ սուրճս վայել եմ ծառերի ներքո ու ինքը երգի։ Իդեպ Ստեփանավանում արդեն փոշոտման շրջանն է եղևնիների եւ բոլորին օգտակար է, իհարկե ովքեր ասթմա ու այլ ալերգիկ խնդիրներ չունեն, այնպես որ Ստեփանավանը միշտ գրավում է նաեւ այդ առումով բոլորին։ Դրա համար հիմա առիթից օգտվում եմ, մաքուր օդ եմ շնչում, սուրճս խմեցի արդեն եւ տեսնենք օրը ոնց է դասավորվում։ Չեք պատկասնի ինչքան ուրախ եմ, որ կանաչների մեջ եմ, շուտ Վանից մեր գյուղ էլ չեմ գնացել, բայց շուտով նոր հոլովակներ են սպասվում ձեզ մեր գյուղից արդեն Բերթավանից։ Իսկ մինչ այդ վայել ենք Ստեփանավանի օդը եւ կապույտ երկինքը, կանաչ ծառերը, ամեն ինչը։ Ծիտիկներ սկսեք։ Փոքր ժամանակ դուք եք ծառի վրա խեժը պոկում ու որպես մատանի ձեռքի վրա դնում։ Փաստորեն ընկերներ, այգում յասամանի ծառ կար, վստահ եմ բարեկամուհիս էլ չգիտեր այդ մասին, այնքան խիտ այգի է ու այնքան շատ ծառեր կան, որ եկա մի տեղից գտա Ստեփանավանում յասամանը, մանուշակագույն յասամանը փաստորեն նոր է ծաղկում, իսկ սպիտակը ծաղկել է մի քիչ անցել է արդեն, բայց ոչինչ, հոտի համար ես ուղղակի խելագարվում եմ յասամանի, մանավանդ մանուշակագույն յասամանի համար, այնպես որ ես էլ քաղեցի տանեմ տուն, որ բույրը տարածվի։ Սիրելիներս, ուրեմն երևի Ստեփանավանի հոլովակս ամեն ինչի մասին ա լինելու, այս պահին ուզում եմ ձեզ ծանոթացնեմ գետնանուշի մածուկի հետ, տնական պայմաններում սարքած, շատ համեղ է, ինձ թվում է շատերս այդպես լսում ենք, որ կա համեղա, օգտակար, առողջարար, բայց տան պայմաններում չենք սարքում, գուցե մի օր ես հոլովակ սարքեմ ու ձեզ ցույց տամ ինչպես են այն պատրաստում, բայց խանութներում էլ կա, կարող եք գնել եւ ուտել։ Հիմա մի հատ հետաքրքիր դեսերտի ձև եմ ուզում ցույց տալ, արագ եւ համեղ, նախաճաշ, ընթրիք, այդ ընդմիջումներին, շատ համեղ կարող եք ու կարևորը այն է, որ առողջ է, առողջ քաղցր է համարվում, շաքար չենք օգտագործում, խուրման, արմավը նույն ինքը, ավելի մեծը կարող եք օգտագործել եւ որակովը։ Քսում ենք մի քիչ գետնանուշի մածուկ, շատ համեղ է լինում։ Եվ ըստ ցանկության նաեւ նուշ կդնեմ, նուշն էլ իդեպ բոված է եւ շատ համեղ է։ Վերջ, սա մեր համեղագույն
Այո, կողքից շփթում են, համեղագույն դեսերտն է, ելակն էլ վրայից երևի պետք է ուտեմ, հիմա ուտեմ, իսկ դուք տեսեք, համեղ է, թե չէ, շատ համեղ է, այնպես որ ես մի օր խոստանում եմ գետնանուշի բանձուկ սարքելու հոլովակ անել։ Ուրեմն, եթե հանկարծ ինչ-որտեղ այս գեղեցիկ խոտաբույսը հանդիպեք, հեռվից եմ նկարում, որ տեսանելի լինի, հանկարծ չկպնեք, որովհետև սա բլդրղանն է, մեր բարբառով ասված, ուրիշ բարբառներով չգիտեմ բլդրղանը ոնց է, նրան շատ համեղ թթու է լինում, այս կոթերից այ տեսնում եք, բայց ինքը ահավոր վառող է և մարդկանց վերք առաջացնում մարմնի վրա։ Ինչպես ասում են, դու մի բան որոշում ես, բայց եղանակը իր պլաններն է կազմում և այսօր չկարողացանք դուրս գալ արշավի, որովհետև ամեն 5 րոպեն մեկ անձրևում էր, լուրջ եմ ասում, ու բավականին ցուրտ է Ստեփանավանը, ես չեմ հասկանում ոնց են այս պայմաններում դեռ դիմանում մարդիկ, չեն ասում Գարուն ջան, հələ մի հատ արագ անցի, իբր Գարուն է իրելի, որ ամառը գա շուտ, այդպես բավականին ցուրտ է, ես էլ առանց հագուստ եկել էի, ինչ գտել հագել եմ, ուզում եմ ձեզ այս հարևան տատիկի մարգը ցույց տամ ու մի քիչ քանի անձրև չկա, Ստեփանավանով քայլենք։ Ուրեմն հələ տեսեք մառոլիկներ, կանաչիներ, շատ գեղեցիկ մարգ է, ափսոս ցանկապատից այս կողմը, բայց ինձ որպես գյուղում մեծացած ապրող ապրած աղջիկ շատ գրավեց հələ գծերը սամիթների, շատ ուժեղ տատիկ ապրում։ Դե ինչ լորի առանց Թումանյանի, չէ, այս գեղեցիկ պատը մի հատ ֆիքսենք ու անցնենք առաջ, Թումանյանն է ու շուրջ բոլորը, ոնց հասկացա, ընդեղ գիքորն է, շունն ու կատուն, Անուշը այս կողմը, շատ հետաքրքիր է, այն էլ Տերն ու ծառան է, հա, շատ հետաքրքիր խճանը կարա, ոնց որ գրավիչ, Թումանյանին շատ եմ սիրում։ Խնդրում եմ այս կոլորիտով տունի կնայեք, ինձ սիրուն է Եղևնին, այս արդեն որ այսպես բացվել է, սա արդեն փոշոտման շրջանի մասին է խոսում, տեսեք փոշին, ու մենք սա շնչում ենք։ Հեռվի այն գեղեցիկ շենքը Ստեփան Շահումյանի տուն-թանգարանն է, այսպես ասած, ներսում գտնվում է իր տունը, ցավոք հիմա փակ է, ներս մտնել չենք կարող, բայց հիմա քայլում եմ դեպի իմ սիրելի դերասաններից մեկի Սոս Սարգսյանի արձանի մոտ, որը շատ սիրելի ու ինչ ասեմ, sense հոգեթով արձան է, շուտով մոտենամ ցույց տամ ձեզ։ Այս կողմից արդեն հրապարակն է, գեղեցիկ, այն դիմացը Շահումյանի արձանը, ամպերը և անձրևը։ Ընկերներ, ես սա նկարում եմ դրսից, շատ դրսից, փակ է, չգիտեմ նույնիսկ իրավունք ունեմ թե չէ, բայց սա Ստեփան Շահումյանի տունն է եղել, այսպես տեսնում եք, հիմա հետ կգնամ, ու սա քիչ հանդիպող երևույթ է, երբ թանգարանը, հենց տուն թանգարանը ու կառույցի ներսում է գտնվում տունը, իսկ սա այն կառույցն է, որ ցույց տվի, ու արդեն փողոցը ապակիներով, ես հեռացա, դուք արդեն պատկերացրեցիք, թե որտեղից եմ նկարում։ Դա իհարկե անտարբեր չենք կարող անցնել նաև զոհվածների հուշարձանի կողքով 90-ականներից մինչև 2000-ականները հիշատակ արդարոց օրհնությամբ եղեցի, այդպես է գրված խաչքարի վրա։ Իդեպ սա Ստեփանավանի քարահունջն է, հեռվից եմ նկարում, բայց եթե այստեղ հայտնվեք, կարող եք մտնել և սնվել, շատ համեղ և ջերմ միջավայր է։
Միշտ այդպես է չէ լինում դրսից հայտնվող մարդը գեղեցկությունը ավելի լավ է ֆիքսում, քան տեղացիները։ Օրինակ ես էլ շատ բան բերդավանում արդեն սովորական եմ համարում, բայց շատ գեղեցիկ է լինում։ Դրա համար այս տեսարանը ֆիքսեցի ձեզ համար։ Ահա, հեռվում Սոս Սարգսյանի արձանը եւ մի գեղեցիկ ընտանիք, հիմա մոտենամ ավելի մոտիկից ցույց տամ։ Խնդրեմ հիացեք այս հրաշալի ստեղծագործությամբ, ակամայից հիշեցի Սոս Սարգսյանի միտքը Ջերմականուրջներ ֆիլմում, հա, եթե չեմ սխալվում, ասում էր, եթե մարդ արարածը հոգին մեջ երկինք մչունի, անինչ գիտե աղունիկն ինչ է։ Եթե չեք նայել այդ ֆիլմը, խնդրում եմ նայեք անպայման, շատ բան կսովորեք։ Մեր աչքը զարնեց այս բաց ապակիներով մեքենան, այսինքն որպես անվտանգության մաս, որ մարդիկ այսպես փողոցում պատաններ բաց ինչ-որ տեղ են հեռացել ու տարածքում մարդ էլ չկա իսկապես։ Եվ այս գեղեցիկ այգին Սոս Սարգսյանի արձանի մոտ կպտտվեմ, ցույց տամ ձեզ։ Կանաչը փառահեղ կանաչ է, երանելի կանաչ է։ Մտածեցի մի քիչ էլ իմ դեմքը տեսնեք, երևի հոլովակի սկզբում էիք տեսել մեկ էլ։ Ես այսպես մեծ բավականություն ստանալով պտտվում եմ այգում, իհարկե շատ ցուրտ է, այնտեղ ատրակցիոնի ձայներ են։ Տեսեք, Ստեփանավանում Երևանից դուրս էլ կյանք կա, որ ասում են, չնայած քանի որ անձրևոտ եղանակ է, շատ մարդիկ չկան, բայց հիմա նաև մի գեղեցիկ կարուսել ձեզ ցույց կտամ։ Անձրև եմ ամբողջությամբ։ Խնդրեմ հիացեք այն մյուս կարուսելը, այստեղ երևի ավտոտրոնը, երեխեք են ֆրֆռում, իհարկե ես կարուսելներ չեմ սիրում բացարձակ, բայց սիրողների համար կան բազմաթիվ հետաքրքիր ատրակցիոններ, աջ կողմում նույնպես ուղղակի մարդիկ կան, չեմ ուզում իրանց ցանկությունից դուրս հայտնվեն կադրում։ Հիմա երևի գնանք մի քանի խանութներ նաև շուկա տեսնենք, բայց արդեն երևի փակ կլինի, ինչ որ բաներ առնենք, մթերքներ եւ գնանք տուն։ Լուրջ եմ ասում, առաջին անգամ եմ եփած երշիկ տեսնում ես տեսքով եւ հայկական Զանգեզուր ֆիրմայի շատ հետաքրքիր բաներ կա խանութներում փաստորեն, թունաձուկ անվերջանալի, շպրոտ դելիկատես եւ իհարկե այնտեղ կա սոջու մուրաբա, Ստեփանավանի այցեքարտը, հիմա ցույց տամ ձեզ, խնդրեմ հիացեք սոջու կոնի մուրաբայով։ Մենք որոշեցինք թունա վերցնել մաքուր բաղադրությամբ եւ խնդրում եմ արժեքը նայեք 770 դրամ, չգիտեմ որտեղ են մեզ գցում, բայց տանենք ինչ որ աղցան սարքենք այս թունայով։ Մեկ էլ մի հետաքրքիր բան զարնեց աչքս, ստևիայով շոկոլադ, առանց շաքար էլի, այսինքն շաքարի փոխարեն ստևիա է օգտագործված։ Իսկ տեսնենք ինչ կա չկա, այստեղ թութը հասել է, վայ դեղց փախանք։ Նախորդ կադրում ինչի ասի դեղց կա փախանք, որովհետև ես դեղցից ալերգիա ունեմ, որ փշաքաղվում եմ, բայց երբ որ կլպում են, ես պատարագախով ուտում եմ։ Մթրեց արդեն, հասնում եմ տուն, հուսամ առավոտյան արև կլինի եւ մի փոքրիկ արշավ կկազմակերպենք ու ձեզ էլ գեղեցիկ կադրեր կուղարկեմ, թրջված մազերով ձեզ ասեմ առայժմ։ Սիրելիներս, այստեղ թունաձուկն է, որ առանք, հոտը արդեն հոտ եմ քաշել, բացեցի, շատ համեղ է։ Իրա հետ խառնում եմ մեկ վարուն, կտրտած եւ մեկ էլ կես ավոկադո, ռեստորանների նման էլի, թունայով եւ ավոկադոյով աղցան ունենանք ընթրիքի համար։ Մեկ էլ մի հետաքրքիր բան եմ ուզում ցույց տալ ձեզ։ Առավոտյան խաշած ձուկ երանք եւ մնացած
մի քանի ձուն սոյայի մեջ մարինացրել ենք, այսպես տեսեք, խնդրում եմ չզարմանաք, սա էլ է ասիական խոհանոցից, սա իհարկե երեկոյան չենք ուտի, մեզ չինացի չենք զգա, կմնա մեկ գիշեր մարինացվի սոյայի մեջ և առավոտյան կուտենք, հիմա աղցանը սարքեմ, ընթրիքի սեղան դնենք և ընդհանուր կադրով ձեզ ցույց կտամ։ Ողջույն ընկերներ, այսօր բարևում եմ ձեզ Ստեփանավանի սարերից, եկել ենք մի հատ սիրուն մատուռ, Սուրբ Նշան մատուռը, քայլարշավ ենք անում, ընթացքում ձեզ կադրեր եմ ցույց տալու, բավականին գեղեցիկ բնություն է, հիմա ընթացքում ձեզ ցույց կտամ։ Իհարկե անձրևը անմասն չի մնում, մեզ հետ քայլում է, երկնքից է քայլում դեպի մեզ և տեսեք, ես արդեն սարի ծաղիկ եմ գտել, անմոռուկները, դե մենք սարածաղիկ ենք ասում սրան, մի լավ փունջ կհավաքեմ ու տանեմ Երևան մերոնց համար։ Այն մեքենան մերը չի, էլի մարդիկ կան այստեղ, որ մեքենաներով են գալիս, այստեղ նաև աղբյուրներ կա, որտեղ քեֆ են անում մարդիկ, բայց մենք քայլելով առաջ ենք գնում։ Ընկերներ, գեղեցիկ արահետով, այսպես ասած, մի փոքր դժվար անցանելի, քայլում ենք դեպի Սուրբ Նշան մատուռը, խնդրում եմ հիացեք այս անտառով, կանաչով, իհարկե պայծառ արև չի, բայց ինձ թվում է եղանակը այնքան փոփոխական է, որ շուտով արև կլինի։ Խնդրում եմ տեսարանը շքեղ փորձենք ներս մտնել, շատ գեղեցիկ մատուռը։ Սա էլ մատուռի շրջակայքը, այստեղ եկեղեցու, այստեղ խաչքար, խաչքո եղիցի մեզ ապավեն Տեր Հիսուս Քրիստոս, Լենդրուշ, Լադուշ, Լյովա, Հունանյան եղբայրներից։ Արև չկա ճիշտ է, բայց այնքան հաճելի է, այսպես եղանակը, ծիտիկների ձայնը, մնում է անձրև չգա, նորից թրջվենք։ Սա էլ փոքրիկ ներսը։ Հիմա հետ գանք պտտվենք։ Ինձ ասեցին, որ այս բազրիկները վերջերս են սարքել, հավանաբար մարդիկ վախեցել են, որ կընկնեն։ Վաու, սա ինչ հրաշալի տեսարան է։ Ստեփանավանը են կողմում։ Այս դիմացի սարը հաստատ անուն կունենա, չգիտեմ անունը, բայց շատ առանձնացվող սար է, հաստատ անուն ունի։ Այնտեղ արդեն նույնիսկ դերձյուն կա, մառախուղ, գեղեցիկ հրաշք տեսարան։ Իսկապես շատ վախենալու է, տեսեք,
լավա որ փակել են, ինձ համար են փակել, որովհետև ես բարձրությունից ահա որ վախենում եմ, ահա որ այդ իմ համար մեկ ֆոբիան է երևի բարձրությունը ու դրա հետ կապված նաև ինքնաթիռներից եմ վախենում։ Ինքնաթիռից չեմ վախենում, բայց որ գիտակցում եմ ինչքան բարձրության վրա է ինքնաթիռը, արդեն սարսափում եմ։ Պտտեցի, ամբողջը ձեզ ցույց տվեցի, հիմա մենք մի հատ ֆոտո վիդեո նկարահանումներ կանենք Instagram-ի համար, դուք կարող եք հետևել ինձ Instagram-ում նաև from Goharegis եւ այնտեղ էլ իմ ամենօրյա post-երը տեսնել ու արդեն իջնենք քայլելով ծաղիկներ հավաքենք։ Մորի, վայրի մորի։ Ես սրանք սաղ վայրի։ Սիրելիներս, բնության գրկում չեմ զլանում և ձեզ եմ ցույց տալիս այն ինչով ես սնվում եմ հիմա, բնական էներգետիկներ իդ ամառոտից, բառը արդեն հուշում է, թե ինչքան տրամադրություն ստեղծող է, այն պատրաստված է բնական ջրերից, ընդեղենից, առանց որևէ հավելումի, հրաշալի առողջարար համեղություններ են, որ երկար ժամանակ ձեզ կպահեն կայտառ ու էներգիայով լի, այնպես որ կարող եք Instagram-ում հետևել իդ ամառոտ էջին, եթե ցանկություն ունեք պատվիրել եւ ուտել, շատ հրաշալի այլընտրանք է շաքարի փոխարեն։ Սիրելիներ, արդեն իջնում ենք մատուռից, ուրեմն այս ընթացքում էլ անձրև, էլ կարկուտ, էլ եսիմ ինչ դուրս եկավ արևը հիմա, բայց ծառերից դեռ անձրև է կատկթում, լավ կանգնեմ նոր խոսեմ, կարող անգնեմ, որովհետև քարքարոտ ճանապարհ է, թողնում եմ հեռվում այն գեղեցիկ մատուռիկը եւ շարժվում ենք առաջ, կարող է էլի հետաքրքիր բան է լինի, որ ձեզ ցույց տամ, բայց մի փոքր ծաղիկ հավաքեմ, սարածաղիկ եւ արդեն կշարժվեմ ցավոք արդեն դեպի Երևան, ցավոք չէ որ Երևան, այլ ցավոք որ բնությունից գնում եմ դեպի առօրյա կյանքին։ Մի հատ ցույց տամ էլի, ժողովուրդ, խնդրում եմ հիացեք, անմոռուկները քաղում եմ, որ տանեմ մայրիկիս նվիրեմ։ Մենք բոլորս գժվում ենք այս ծաղիկների համար, իհարկե առանց արմատների եմ քաղում, չենք վնասում բնությանը, հիշում ենք դա, բայց անմոռուկների հանդեպ մեր սերը անսահման է։ Ընկերներ, տեսեք, նույնիսկ զբոսաշրջիկի ուղեցույց կա այստեղ եւ վայր 6-րդը Սուրբ Նշան մատուռն է։ Տեսնես մնացած վայրերը որոնք են։ Բայց ինձ թվում է, եթե այս հոլովակը ձեզ շատ հետաքրքրի, շատ դիտումներ ունենա, ես արդեն մեր Հայաստանի ճամփեքով ուր որ գնում եմ, ճիշտ ասած, ես շատ հաճախ եմ։ Սպասեք, կամերան փոխեմ։
Ուրեմն ուզում եի ասել, եթե այս ֆորմատը ձեզ դուր գա, ես Հայաստանով շատ եմ էլի պտտվում, խոպոպիկներս պահեմ, տենց հանկարծակի վրա եմ կենում ու որտեղ ինչ-որ բարեկամ կամ ընկեր եմ ունենում, գնում եմ, այնպես որ կարող եմ այս ֆորմատը ավելի մեծացնել, դուք էլ կարող եք ինձ հրավիրել ի դեպ, եթե կարող եք հյուրընկալել ինձ, միասին մի համով բան պատրաստենք, պտտվենք ձեր բնության մեջ, ես բաց եմ բոլոր առաջարկների համար։ Ես գիտեք ինչի եմ ուրախ, ծննդյանս օրվա համար հոլովակ էի նկարում և մեր մեջ ասած 2 բաժակ գինի խմեցի ու հիմա վերջին կադրերն եմ էլի ձեզ համար նկարում, այդպես արևն էլ դուրս է եկել, ոնց որ կես ժամ առաջ կարկուտ չէր գալիս։ Սիրելիներ, մենք արդեն քաղաքի կենտրոնում ենք, ճանապարհին արդեն ճիշտ ասած քաղաքի վերևի մասերում ենք, մեքենա պատահեց ու չմերժեցինք, իջանք միասին եւ արդեն մոտ 2 կիլոմետր քայլել էինք չնայած այսքանով վերջ իմ հոլովակը Ստեփանավանից, շնորհակալություն որ հետևում եք, լայքում եք, մեկնաբանում եք, այս շարքը կլինի շարունակական, դե ինչ, բոլորիդ լավ օրեր եմ մաղթում, ճամփորդեք Հայաստանով, հիացեք ամեն մի անկյունով, ամեն մի կանաչով, քարով, ծառով, ծաղիկով, սիրեք երկիրը, այդքանը, շնորհակալ եմ։